Աստված մեր հարսին պահի Նրան գինի խմեցին դուրը խաչկա պահեցին Հասու պես են ծնկեցին թակվորի տան վերցուցին Նրան գինի խմեցին դուրը խաչկա պահեցին Հասու պես են ծնկեցին թակվորի տան վերցուցին Բար բրնենք շիխանի Աստված մեր հարսին պահի Դու Անուշիկը կատարում եք Շիրխանի երգը Շատ ենք սիրում այդ երգը Ես լսել եմ զիլ, շատ, դե և Գործիքավորումը Արտուրի հետ միասին ստացանք ավելի էթնո-ռոք ոճի մեջ որը ավելի մեզ մոտիկ է դարձել այս վերջերս ու շատ սիրում ենք այդ ոճի մեջ կատարել որովհետև դրայվը միշտ ապահովում է, մի փոքր ուրիշ Շիրխանի են մարդիկ լսելու, բայց մենք փորձում ենք էքսպերիմենտներ շատ անել այս պրոյեկտի ընթացքում, որովհետև առաջին ստուդիան հենց էքսպերիմենտների մասին է ու պետք է չվախենաս այդ էքսպերիմենտներից։ Մի փոքր բարդ եղավ, որովհետև սկզբում փորձում էինք գտնել թե ինչ ոճի մեջ կտեսնենք, վերջում հանգեցինք էթնո ռոքին ու իմ կարծիքով շատ գեղեցիկ գործ է ստացվել ու այսօր շատ հետաքրքիր է Այդան առաջին անգամ լսելու հետաքրքիր է իր կարծիքը նույնպես։ Դեռ չի լսել, հետաքրքիր է, ինչ կասի։ Այդայի հետ համագործակցություն եղել է, չի եղել, չգիտեմ, տեղյակ չեմ։ Սա առաջին համագործակցությունը չի, Երևանի քաղաքապետարանը ֆանտաստիկ ալբոմ էր մտածել, որտեղ որ նոր արտիստները երգում են ավելի ավագ սերնդի հետ ու մենք եւս ունենք երգ այնտեղ, որի մասին դեռ շատերը չգիտեն, բայց շուտով հաստատ կլսեն այդ երգը։ Շուտով կլինի։ Այո։
Երբեմն բուժքույր, երբեմն մանկավար, բայց միշտ երկչույի, միշտ հայուի, Այդա Սարգսյան, բարի գալուստ, առաջին ստուդիա։ Շնորհակալ եմ։ Շիրխանի մասին եմ նաև ուզում հարցնել, մի հատ կասես աշխատանքից։ Իմիջայլոց բավականին հետաքրքիր անակնկալ էր իմ համար, որտեվ ազգային այդ ազգագրական երգերին, երբ որ արդեն սովոր են, չէ, սենց տհոր զուրնա, կոպալ բան, ու հետաքրքիր այս սենց մի հատ լուծում, նոր լուծում ու հիանալի լուծում, երեխեքներ փայլուն կատարել են, իդեալական, բրավո։ Տպավորված ես մի խոսքով։ Շիրխանի։ Իդեպ հարսանեկան պարագիտես, չէ Գրիշ։ Չգիտեի, լուրջ։ Մեր մոտ մի քիչ ավելի հետաքրքիր հարսանեկան պարա ստացվել, այսինքն մարդիկ զարմանալու են Բայց այդ շատ։ հարսանեկան վիճակը։ Չէ, իհարկե Նորայր Գափոյանը այդ ամեն ինչը ապահովելու է։ Ահա։ Այո։ Ինչ հավես է, որ այսպես փոխում ենք, sense բաներ կա, այդ էքսպերիմենտները քո ասած, դե դա առաջին ստուդիայի հիմքում, չէ։ Այո։ Ձևափոխել ու դարձնել Ավելի հետաքրքիր։ ավելի հետաքրքիր, գուցե ոմանք ասեն sense ասենց չի։ Չէ, բայց դա նորմալ է, Մեկը որովհետև շատ զիլա, որտե մոտեցումն է ի սկզբանե, չէ, առաջին ստուդիա որ տենց։ երկելու համար են, ինչքան շատ երկվեն երկերը, այդքան երկար կյանք ունենան, իսկ շատ ավելի լավ որ երկվեն հայկական երկերը։ Հա, դա process-ը է հետաքրքիր, չէ, գիտենք sense, մեկ էլ հոп, մեկ էլ լրիվ ուժիձ։ Բայց ամենահետաքրքիրն է, որ այս ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան պրոյեկտի բուն իմաստը, որովհետև սկզբում մի փոքր չէին հասկանում, որովհետև նոր էր ամեն ինչը։ Ու շատ անսովոր էր իրան շատ սիրելու, արդեն ականջին շատ նստած նոտաներով երգը լսել մի փոքր ուրիշև, իսկ հիմա երգչախումբ, օրկեստր ու նոր գործիքավորում շատ հետաքրքիր։ Շատ հավես։ Վերադարձ։ Այդա Սարգսյան, պատմիմ։ Չգիտեմ, այն երգերի շարքից է, որ առաջին հայացքից միանգամից տպավորվում ես, զգում ես էմոցիոնալ դաշտով ու երբ որ դեռ մեկ տուն եւ կրկներ քեի ստացել, չդիմացա միանգամից ուղարկեցի Վահագին, լսի։ Ինչ սիրուն բան ունի, այս երգը էներգիա ունի։ Ես էներգիաները այս վերջում չգիտես քի շատ եմ զգում։ Էլի շատ մեծ հավանության արժանացավ այդ ամեն ինչը, իսկ Այդայի հետ էլ շատ հեշտ ամեն ինչ ստացվեց, այո, շատ հրաշալի անձնավորություն, հրաշալի երգչուհի ու պատիվ ունեցանք իր հետ համագործակցելու նաև առաջի ստուդիան։ Արի այս բան վերադարձի մասին խոսենք, տեղ ինչ կարծիքներ, ինչ տպավորություններ։ Վերադարձնել շատ էլի յուրովի մոտեցումա տվածվել երգին, նախ նոր շունչ, սկսենք դրանից, ու իմ կողմից ասենք այդ սվինգի, այդ ռիթմի, տակ ասենք երգի մատուցումը շատ սիրուն է ստացվել, ինձ թվում է ինչքան որ նա է սիրվել, սա կրկնակի կսիրվի այս տարբերակը։ Շատ է փոփոխությունները։ Շատ չի ասի, բայց ինչ-որ հետաքրքիր, ինչ-որ սենց չամիջային, ինչ-որ սենց հետաքրքիր մի բան է տված։ Մնացած միստվեր կախարդիչ ու դաժան Քամիներ իմ սիրուս բերեք ես նրան եմ սպասում գիտեմ ես գիտեմ որ էլ չես գալու բայց անվերջ կարոտում Անգուտ քամի, դու խետ քամի, ինչու անգիստ հոգուշ ես տալիս, էլ չեմ սպասում, էլ չես գալիս
սելալիս էլ չեմ սպասում չես գալիս ու խենթոքիս լալիս սելալիս թացաչքեր հեռուն են հարած ճանապարհ են յոսում գետնի ձայն լսվում վաղուց քամիներն են սոլում տարիներ մի թողեր հեռվում սերը իմ կարոտած անգութ քամիներ ինձ դարձրեք նորից իմ սիրուց խենթացած անգութ քամի դու խենթ քամի ինչու անգիս հոգուս չես տալիս էլ չեմ սպասում էլ չես գալիս ու խենթոքիս լալիս սելալիս էլ չեմ սպասում չես գալիս ու խենթոքիս լալիս անգութ քամի դու խենթ քամի ինչու անգիս հոգուս չես տալիս էլ չեմ սպասում էլ չես գալիս ու խենթոքիս լալիս սելալիս էլ չեմ սպասում չես գալիս ու խենթոքիս լալիս լալիս Դե մեր ֆորմատն է այդպեսին, որ մի երկ ուրիշի երկն է կատարում հյուրը, Լեյլա Սարիբեկյանի երկն ես կատարում։ Այդ երկի մասին էլ էլի մի քիչ պատմի։ Դու ընտրեցիր։ Ճիշտ ասած տարբերակներ ես էլ առաջարկեցի, ինձ էլ առաջարկեցին, բայց վերջում կանգնեցինք այդ երգի վրա։ Ինքը շատ գեղեցիկ ստեղծագործություն է, խոսքերը կարծեմ Հովհաննես Թումանյան, մշակումը Լեյլա Սարիբեկյանինն է։ Ինքը արդեն շատ հետաքրքիր ներկայացրել էր երգը Լեյլան։ Երբ որ արդեն վերջնականապես որոշվեց այդ երգը, ճիշտ ասած մի քիչ մտածեցի, չնայած ես երբեք չեմ խուսափել ցանկացած ժանրային, ասենք, փոփոխությունից։ Ունեցել եմ նաև ռոկովի տարբերակ, տենց մի պրոյեկտի շրջանակներում, պիտի ամեն մեկս կատարեինք մեր շվանից դուրս, ու ինձ ընկավ, ասենք, ռոկը Տիգրան Պետրոսյանի հետ ներկայացրեցինք ու փառք Աստծո, էլի պրոֆեսիոնալները օգնեցին, զգացինք այդ։ Եվ Լեյլայի երգը, երբ որ արդեն այս տարբերակով լսեցի, դե բնական է, միջև մտնում ես, պիտի դու զգաս, վերապրես կերպարը, խոսքը եւ այլը, ու վերջում զգացի, որ չէ, ճիշտ ընտրություն էր այս երգի տարբերակը, նաև իմ ձենին համապատասխան, որտեվ ինձ ու Լեյլային Սարիբեկյան ինչ որ արտաքինով էլ են, շատ անգամ համերգների որ գնում էին, ինձ ասում էին Լեյլային, ասում էին այդ։ Չէ, լուրջ։ Ես մտնում էր, ասում եմ, ես Լեյլան եմ, այդա չեմ։ Միանգամից։ Ու հիմա նայ ստացվեց, որ իր երգն ես կատում։ Շատ հավես է։ Չէ, շատ զիլա, որ դու պատրաստ ես այդ փոփոխությունների ու աշխատելով զիլ թմի հետ, նա ի վերջո ստանում ենք հետարքիր, տենց նորովի լավ գործեր։ Դե գիտես, ասենք ես ամեն ինչ երգել եմ, բազմաժանր երգի եմ, սոուլից գնաց, տենց մի ով կպատկերացներ, որ ես ազգագրական ժողովրդական երգեր կերգեմ։ Դա է հավես էլի։ Հա, այդ է Երբ չի պատկերացնում, կտեսնեք ասի վայ։
Այ քեզ բան։ Որտեղից որտեղ սենց գնացինք բոլոր ժանրներում։ Շատ Այսպես զիլ։ սենց։ Ապրես։ Առանց քեզի ընթացքը երկի ոնց էր, էլի տենց հեշտ էր ու արագ։ Ինքը նախ իմ ամենասիրված երգերից է եղել։ Լեյլա Սարիբեկյանն էլ հենց մեր տան մոտ էր իրենց տունը, ես հիշում եմ փոքր ժամանակ դպրոցում շատ էր համերգներ տալու, այս երգը շատ էր երգում, ինքը շատ տպավորված էր իմ մեջ։ Երբ որ լսեցի, ասեցի պետք է ինձ թվում է ինչ-որ բոսանովային մոտ ինչ-որ վիճակ ստանալ, քանի որ առաջի ստուդիայում կարելի ասել համարյա չենք ունեցել բոսանովա ռիթմով ու շատ սիրուն ճիշտ ընտրություն էր ժանրի, երգը թույլ էր տալիս այդ ուղղությամբ աշխատելու ու էլի շատ արագ ստացվեց ու շատ ինձ թվում է կսիրվի Քո ուզածով, քո պատկերացածով։ Այստեղ ահա կբաժանվենք մնաս բարյավ սիրելիս այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի այստեղ ահա թողնում եմ քեզ եւ չգիտեմ ուր կերտաս կասկածներից տողում եմ ես թող պահպանե քեզ Աստված կասկածներից տողում եմ ես թող պահպանե քեզ Աստված ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, որ քեզ շատ եմ կարոտել և տեսության ժամի համար չմոռանաս աղոթել և տեսության ժամի համար չմոռանաս աղոթել ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա Ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա բայց ուր լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թրթռա Ոնց էր աշխատանքը Կամի Ֆրանսի հետ։ Դե Կամի Ֆրանսի հետ ընդհանրապես համագործակցում եմ արդեն որոշ ժամանակ շատ նախ շատ ողջավորված եմ, շատ ուրախ եմ, որ ձեռք եմ բերել նման պրոֆեսիոնալ թիմ եւ հուսամ, որ շարունակական կլինի մեր համագործակցությունը
Երգը ձայնագրել եմ անկեղծ կասեմ մի քիչ դժվարությամբ, քանի որ ժամանակային այդ կտրվածքը կար, ինստինկտյան ազդում է ձայնի վրա եւ որոշ ժամանակ առաջ էլ ունեցել էի ձայնի խնդիր, բայց փառք Աստծո ստացվեց։ Իսկ բան կա որ մեկադուրը չեկավ քո ուզածով չէ։ Բնական է, միշտ ինչ էլ անես, միևնույն է, վերջում ոնց լսում ես, ասում ես չէ, բայց ստեղծեց կարելի էր, ընդեղծեց կարելի էր։ Բնական է։ Տես լինում է։ Բայց ընդհանուր առմամբ գոհ ես։ Դե արդեն կողքից թող գնահատեն։ Այդ նայ cover-ները, չէ՞, մեր նու առաջին ստուդիան այդ երգերը ձևափոխելու եւ ինչ որ նորովի ներկայացնելու ո՞նց ես վերաբերվում ընդհանրապես այդ cover-ներին, այս փոփոխություններին։ Եթե արվում է ամեն ինչը ճաշակով, նայ, եթե կայացած արդեն ստացված աշխատանք կա, եթե արվում է դրա շատ հետաքրքիր տարբերակը, որ անիմաստ աշխատանք չի տարվում, միանշանակ իհարկե շատ գովելի է, որտեղ եղել են դեպքեր, օրինակ իմ կռունկներ երգը բազմիցս տարբեր գործիքավորողներ առաջարկել են Այդա ջան, արի այս երգը սենց փոխենք եւ այլը, ասել եմ արեք տեսնենք ինչ կստացվի։ Չի ստացվել։ Այն ինչ որ արդեն արված է, նստած է մարդկանց ականջին, կամ պիտի լավը արվի, հետաքրքիր լուծում, կամ ընդհանրապես չպիտի ձեռտած երգին, բայց առաջի ստուդիայի տարբերակը գերազանցել է, որ սենց հավեսով ասում ինչ լավ է, երգերս նորից սենց ընտիր հետաքրքիր դրայվով նոր շունչ ստացան էլի, այդ չէ դա։ Շատ սիրուն։ Մի խոսքով էքսպերիմենտներին դեմ չես, եթե արվում է ճաշակով, որակով։ Միանշանակ, իհարկե, որովհետև նայ, նույն գործիքավորման արդեն տարբերակով դու ուրիշ ձև ես, նոր ձևով ես արդեն երգը մատուցում։ Ցանկացած երգիչ ուզում է, որ իր երգը սիրվի եւ ճանաչվի։ Որն է այդ երգի հաջողությունը քո կարծիքով։ Դա նայ, թիմային աշխատանք է, սկսում է երգից, իր կառուցվածքով, նախ պիտի, օրինակ ամեն երգ իմ ձայնի տեմբրին չի սազի, պիտի դա էլ համապատասխանի, երաժշտություն, խոսք եւ իհարկե փայլուն գործիքավորում եւ փայլուն ներկայացում, այդպես։ Ինչ որ առաջին ստուդիայում Կամի Ֆրենցի կողմից հաստատ լավ արվում, մաքսիմալ արվում այնպես, որ ամեն երգը այտենց նորովի, բայց համով հոտով ներկայանա եւ ճաշակով, շատ կարեւոր է, էլի։ Եվ Երևակայի որոշ հաղորդումներ, ասենք, որ դե բնականաբար ուսումնասիրելու, ծանոթանալու համար ինչ է իրենց ներկայացնում եւ շատ երգերի այդ cover տարբերակները, որ արվել է, մեկը մեկից գերազանց։ Հավեսա։ Դուք համաձայն ես, կան երգեր, որոնք ոչ այնքան են, բայց գործիքավորման, լավ գործիքավորման շնորհիվ շատ զգացում ու հակառակների դեպք կա։ Այո, կա, համաձայն, իհարկե, կա։ Ես առաջին ստուդիայում եղել են դեպքեր, որ երգիչը տենց այդ ձևափոխման, հա, ի սկզբանե տենց կասկածելու է վերաբերել կամ բան, բայց վերջում, երբ որ ավարտել են աշխատանքը, այ ինչպես դու, ասում եմ, վայ, այդ հնարավոր էր սենց անել կամ բան, մի խոսքով շատ տպավորված էին ու այդ իհարկե շատ երբ որ գործ ունես պրոֆեսիոնալ թիմի հետ, արդեն մտածելու տեղիք չպիտի տա։ Իմ ցանկացած աշխատանքի հաջողությունը հենց եղել է այդ թիմային ու պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքը։ Լորկե ոնց ստացվեց։ Լորկեն դելի մանկուց լսած երգը նստած ամեր մեջ եւ այլն այդ ժամանակ չուզեցի շատ ինչ որ շեղվեմ ճանապարհից ու հենց ռումբայի մեջ էլ իրեն պահեցի ու ուղղակի մի քանի նյուանսիկներ, այսինքն ավելի ժամանակակից այդ ամեն ինչը պատկերացնելով ձայնային եւ այլն հետաքրքիր բան ենք ստացել դուդուկի եւ սինթի համադրություն երգի նվագակցության մեջ ու կարծում եմ շատ կսիրվի։
լորքեն, բայց այն բան առաջին է դեր մի հատ ասային, որ սենց մեծ հաջողություն ունեցավ։ Այո, ասենք ունեի ճանաչում, արել էի միջ այդ էլի տեսահոլովակներ, արդեն գիտեին այդան, բայց այդ լորկից հետո բնականաբար արդեն սենց բում էր, հա։ Շնորհակալ եմ։ Ես էլ